երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Եղել է աշխույժ, ժիր, չարաճճի, ժպտուն աչքերով երեխա, աշխատասեր և միշտ բոլորին օգնելու պատրաստակամ։ Շատ էր սիրում իր ծննդյան օրը, սիրում էր նշել, բոլորին հրավիրել և ինքն էլ ուրախանալ։ 4 թե 5 տարեկան էր, որ հայրն ավտոբուս էր վարում։ Մի անգամ հոր հետ գնացել էր Կանգառ և ինչ ծանոթ բարեկամի հանդիպել էր, բոլորին հրավիրել էր իր ծնունդին, ապա զանգում էր և բոլորին հիշեցնում. «Հիշում եք չէ, որ ծնունդս է, գալու եք չէ, անպայման կգաք»։ Մի խոսքով ջրաջան մեղու, ոչ միայն ընտանիքի, այլ նաև բակի հարևանների ու հարազատների ուրախությունն էր։ Ուներ մի եղբայր, ինքը կրտսերն էր, աշխույժ էր, կենսուրախ, մշտապես ժպտուն ու եթե վնաս էր տալիս, ապա միայն ինքն իրեն 1 տարեկանում հոնքի վրա արդեն 3 սպի ուներ։ Երբեք որևէ մեկին չի նեղացրել, այլ հակառակը, պատրաստ էր բոլորին օգնել։ Ուներ մի յուրօրինակ մականուն՝ Կյաժ։ Նրան այդպես էր կնքել հայրը, քանզի շեքլիկ մազերով, չախալ աչքերով ու սիրունիկ տղա էր։ Իսկ հետո դարձավ Մոնումենտցի Կյաժը, ով չգիտեր Մոնումենտցի Կյաժին։ Կյաժ, մականուն, որով ինքը հպարտ էր, քանզի հայրն էր նրան այդպես կոչել, իսկ հայրը նրա իդեալն էր և նա ամեն կերպ փորձում էր նմանվել վերջինիս։ Նույնիսկ մանկապարտեզում մի անգամ դաստիարակչուհուն ասել էր, որ պիտի դեմք նայրի, որ պապայի սպիից ունենա ու ավելի նման լինի։ Նա նաև շատ էր սիրում իր ազգանունն ու հպարտանուն։ 2003 թվականին գնացել է դպրոց, հաճախել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը։ Նրա դասղեկն իր տատն էր, դպրոցն ավարտել է 2012 թվականին, եղել է հարվածային, երբեք չի օգտվել այն առիթից, որ տատն ուսուցչուհի էր։ Ասում են, խառնվածքով չարաճճի է եղել։ Մի անգամ հերթական չարաճճիության համար տնօրենը 15 օրով հեռացրել է դպրոցից, իսկ ինքը տետրերը տարել է տնօրենին ցույց տվել, որ սովորող է։ Ախր այո, սովորում էր, անկախ նրանից, թե ով էր դասղեկը։ Ասում են, հատուկ թաքստոց է ունեցել, երբ տանեցիները զայրացել են վրան, թաքնվել է իր թաքստոցում, իսկ դա բակում կանգնած ավտոմեքենան էր։ Ասում են, ժամերով փնտրեիր չէիր գտնի, հատկապես, որ մեղավոր էր լինում։ Նրա մասին հիշում է պապը, Գևորգ Աբաջյանը։ Ես միշտ զարմացել եմ, թե իր խառնվածքի համեմատ ինչպիսի պարտաճանաչությամբ էր սովորում։ Երբեք չէր օգտվում ոչ համացանցից, ոչ էլ այլ տեղերից, իր կոնսպեկտներն ինքն էր կազմում, միմիայն օգտվելով գրքերից, հանրագիտարաններից։ Հայրը, Ալեքսանդրը, որդուն բնութագրում է մի արտահայտությամբ. համով չար էր։ Մանկուց է ցանկություն ունեցել ատամնաբույժ դառնալ, որ եթե որևէ մեկի ատամը ցավի, ինքը բուժի և այդպիսով այլևս ոչ մեկի ատամը չցավի։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ որպես ատամնատեխնիկ, ավարտել է 2014 թվականին։ Ասում են, այնպիսի բնավորություն ուներ, որ քիթը մտցնում էր ամեն տեղ, անկախ այն բանից, գիտեր թե ոչ, եթե գիտեր լավ, եթե ոչ, պիտի սովորեր։ Ապա ասում են, երբ մի առիթով պապը զայրացել է վրան,
բարձրացել է իրենց բակի պոպոքի ծառը, իսկ երբ մայրը հերոսացին տիկին Աննան կանչել է, նա ասել է. «Մինչև պապը չքնի, չեմ գա»։ Մեկ-մեկ էլ կատակով պապին վախեցրել է կամ սպառնացել. «Պապի խելոք մնա, թե չէ ատամները չեմ սարքի»։ Նա ուզում էր լիարժեք մասնագետ դառնալ և չբավարարվեց միայն քոլեջով։ Եվ այո, քոլեջն ավարտելով նույն թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ, հանձնել է առաջին և երկրորդ կուրսերի տարբերություններն ու նստել երրորդ կուրս։ Մեր քաջի ձգտումն էր դառնալ լավ մասնագետ, գումար վաստակել և թիկունք կանգնել հայրիկին։ Իր այդքան աշխույժ, ժիր ու չարաճճի բնավորության հետ մի այլ ցայտուն արտահայտված հատկանիշ ուներ՝ նվիրվածություն, մարդկանց օգնելու պատրաստակամ և անսահման բարի, որ հատուկ չէր բոլորին։ Սակայն հայրենիքի հանդեպ պարտքը տալու ժամանակն էր, ուսումն ու աշխատանքը դեռ կսպասեին։ Նրա բառերն են. «Ես հո ղզիկ չեմ, որ չծառայեմ»։ Եվ նա, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է ծառայության Արցախ Մարտակերտ։ Զորակոչվել է 2015 թվականի հունվարին, ծառայել է սիրով, պատվով, ոգևորությամբ։ Սկզբում եղել է դիրքի ավագ, երբ տուն է զանգել ու տատի հետ խոսել, ասել է. «Տատ ջան, դպրոցում ավագ էի, քոլեջում ավագ էի, այստեղ էլ եմ ավագ»։ Տատն ասել է. «Բալես, դա մեծ պատասխանատվություն է»։ Նա հանգիստ ու վստահ պատասխանել է. «Գիտեմ, պիտի սերժանտ դառնամ»։ Եվ ինչպես ցանկացած խոսք, նա սա էլ օդի մեջ չի թողել, դարձել է կրտսեր սերժանտ, որին հասել է բարձր առաջադիմության շնորհիվ։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարել։ Մեր սերժանտն արդեն հետևում էր թողել ծառայության 15 ամիսները, զորացրվելուն մնում էր 9 ամիս։ Հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցել էին գրոհի։ Շուրջ 300 հոգուց բաղկացած խմբերը զինված լինելով տանկերով փորձ էին կատարել գրավելու հայկական դիրքերը։ Մեր աննկուն քաջի էն դիրքը հանդիսանում էր Մարտակերտի դուռը, և կապիտան Արմենակ Ուրֆանյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանն ու Ռոբերտ Աբաջյանը դարձան կենդանի պատնեշ, ձախողելով հակառակորդի ծրագրերը։ Երբ անհավասար մարտում արդեն զոհվել էին հրամանատարն ու մարտական ընկերները, Ռոբերտը ոտքի վիրավորում ստացած լինելով հրամանատարությունը վերցրել էր իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը միակ ողջ մնացած զինակից ընկերոջ գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ։ Սակայն Անդրանիկը ևս վիրավորված էր ու տեսնելով, որ ընկերոջ վիճակը ծանր է, Ռոբերտը փորձել է օգնել նրան տանելով դեպի դիրքային կացարան։ Սակայն Անդրանիկ Զոհրաբյանը զոհվել է։ Ինքը ևս վիրավոր է եղել ու արդեն մենակ, իսկ թշնամին մեծաքանակ է եղել։ Ռադիոկապն ընդհատված է եղել, բայց նա իր բջջային հեռախոսով կապվել է հրամանատարի հետ ու հայտնել իրավիճակի մասին, ապա զանգել ընկերոջը Համլետին ու ասել. «Եթե 10 րոպեից ինձ այստեղից չհանեն, աղբորդ էլ կյանքում չես տեսնի»։ Մարտական խորշում դիրքավորվելով մինչև վերջին փամփուշտը շարունակել է մենակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Միևնույն ժամանակ, նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ, ասել է. «Պարոն գնդապետ, բոլորը զոհվել են, միայն ես եմ մնացել»։
Տղաս դիմացիր, հասնում ենք, պարոն գնդապետ, ասա տղաս, 2 րոպեից հասնում ենք, ասա, ժամանակ չկա, խնդրում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքում, ասա, լսում եմ, ասա, ձենդ ինչու է կորում, խոսա, մի անջատի, էս դիրքում իմ տղերքի արյունն է թափվել, ստեղ իմ աղբերներն են կռվել, էս հողի վրա պայքար է եղել, ես էլ հիմա կալոցն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի, ալո, էդ ինչ ձեն էր, պատասխանի տղաս, հրամայում եմ պատասխանի, կապն ընդհատվեց, Աբաջյանի ձայնը հավերժ լռեց ու մնաց որպես հուշ իրեն ճանաչողների սրտերում, մեր քաջը, տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, նռնակը բացել ու թաքցրել էր ափի մեջ, ապա կեղծ հանձնվելու նշան էր արել, թողնելով թշնամուն, որ բավականաչափ մոտենա իր հետ միասին նռնակով պայթեցրել էր հակառակորդի 10 զինվորների, փառք հիշատակիդ քաջս, փառք քո անձնազոհ քայլին, որ փրկեցիր ազգիդ, արցունքները սեղմած կոկորդումս, խոնարհվում եմ քաջությանդ առաջ, ինչպես նրա բերանից ելած ամեն խոսք անկատար չէր մնում, սա ևս անկատար չմնաց, Ռոբերտը վերջին նռնակով պայթեցրեց իրեն, իր հետ տանելով տասնյակ թշնամիների, երբ միայն մտածելն անգամ սոսկալի է, թե այդ ինչպես 19 տարեկան երիտասարդը կարող էր դիմել նման կտրուկ քայլի, նա պատմության իր դասերը լավ էր յուրացրել ու չէր կարող թշնամուն թողնել, որ վերջինս իր արյունոտ ձեռքը երկարի մեր ազգի վրա, փրկեց ողջ ազգին ու թիկունքից օգնության հասնող հայկական ուժերին, այդ դժնդակ օրերին, երբ ծնողներն արդեն տեղյակ էին, թե ինչ էր կատարվում սահմանին, ներքին համոզվածություն ունեին, որ իրենց որդին այդ իրավիճակից էլ դուրս կգա, բայց ցավն ու վիշտը ծերացրել են Ռոբերտի առանց այն է ծերացած պապին ու տատին, թորնել խլի իր պապի ու տատի գերեզմանը, ասում են զավակը չպիտի խլի ծնողի գերեզմանը, իսկ հիմա ինչ ասել, երբ ոչ թե ծնողինն է խլում, այլ պապինն ու տատինը, աննկուն քաջս, հզորս, չէ, դու այդ սխրանքովդ փրկել ես քո պապին ու տատին և ոչ միայն նրանց, այլ համայն հայ ազգին, փառք քո հիշատակին, փառք քո անձնազոհ քաջությանը, ու հիմա ցավը սրտումս, բայց մեծ հպարտությամբ խոնարհվում եմ քո առաջ, մեր քաջը սկզբում եղել է անհայտների ցուցակում, սակայն օրեր անց, ապրիլի 7-ի գիշեր, 8-ի առավոտ, նոր իմացվել է նրա յուրօրինակ սխրանքի մասին, այն վայրում, որտեղ նա հերոսաբար մարտնչել է ու ընկել քաջի մահով, ընկերները քարի վրա նրա անուն ազգանունն էին դաջել և քարե ծաղիկ քանդակել, սակայն հուշերը վառ են ու ցավոտ, Ռոբերտը ընկերներ շատ ուներ, 5 տարեկանից մինչև 80 տարեկան, անգամ հոր ընկերների հետ էր ընկերություն անում, ասում են, երբ դպրոցական էր, դասղեկն ամեն օր իր մեքենայով գալիս էր նրա հետևից, հետը դպրոց տանում, ընկերացել էր հետը, ուր գնում էր, իրեն սիրում էին, պապն ասում է, որ նա կիսազարմացած, կիսահրամայողական հայացք ուներ, որն արտացոլված է նրա նկարներից մեկում, ու վշտի ցավի բեռի տակ կքված պապն աշխատում է այդ նկարին հաճախ չնայել, քանզի հուզվում է այդ պատկառելի տարիքին հասած պատկառելի տեսքով տղամարդը, ասում են,
Բացի հարազատ ընկերներից, եթե մեկը որևէ բանի կարիք ունենար, անկախ նրանից, թե ով է, անպայման պետք է հասներ, ինքն իր խառնվածքի շնորհիվ էլ հասավ այդ փառքին։ Եթե ժամանակին Ռոբերտին ճանաչում էին որպես Ալիկի տղա կամ հոր եղբայր Արամի եղբոր որդի, հիմա հակառակն է, բոլորը նրանց ճանաչում են որպես մոնումենտցի կյաժի հայր կամ կյաժի հորեղբայր։ Ռոբերտն ուներ մի մեծ սեր, տարված էր մեքենաներով։ Չի եղել մի դեպք, երբ հարազատները մեքենայի բանալին վրան թողնեին ու գնային տուն, իսկ վերադառնալուց ավտոմեքենան տեղում տեսնեն։ Ասում են, մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գնում։ Էս ընկերոջս էլ ճանապարհեմ, մյուսին էլ, հետո տուն կգամ։ Կարծես բոլորի հոգսն իր վրա լիներ։ Մեր անձնուրաց քաջը հմայիչ երիտասարդ էր, աղջիկ երկրպագուների մեծ բանակ ուներ, շատ էր սիրում կատակել, երբ երկրորդ կուրսի ուսանող է եղել, մի օր եկել կատակով ասել է, թե քոլեջի աղջիկները բոլորն իրեն են սիրում, իր համար կռիվ են անում։ Ծառայության ընթացքում մի օր զանգել է տուն ու պապին ասել. «Պապի, տանը թութակի վանդակ ունենք»։ Պապն ասել է, որ կա։ Ռոբերտը խնդրել է թութակ առնել ու տալ մի տղայի, ապա այդ երիտասարդը եկել է ու տարել է։ Հետո են իմացել, որ մի աղջկա ծնունդ է եղել, ու Ռոբերտը բանակից այդ թութակները նվիրել էր այդ աղջկան։ Ճակատագրի չարկատակ, թե չսպիացող վերք հոր սրտում։ Ապրիլի 1-ին Ռոբերտի հոր Ալեքսանդր Աբաջյանի ծննդյան օրն է։ «Պա ջան, ծնունդդ շնորհավոր», հնչեց զինվոր որդու բաղձալի ու սպասված ձայնը։ «Վայ ապրես դու, բալես», ուրախությունից թրթրացող սրտով ասաց հերոսի հայրը։ «Գնում եմ պոստ»։ «Հա, բալես, դու գնա, պոստը պահի, որ պապան հանգիստ քնի», կատակեց հայրը։ Բայց ինչ իմանար խեղճ հայրը, որ այդ խոսքերը ճշմարտություն են դառնալու, և դա լինելու է նրանց վերջին զրույցը։ Հորեղբայրը, Արամն ասաց, կռվել է այնպես, ասես առաջնագծի հենց ետևում մեր տունն է, խոսքերի մեջ հպարտություն կար։ Մեր քաջի վերջին կապը եղել է 6:38-ին, տղերքին ասել է. «Տղերք, հասեք, սրանք վրա են տալիս»։ Սպասել է օգնության, հույս է ունեցել, որ ուր որ է կհասնեն, կռվել է արիաբար, իսկ եթե փամփուշտները չվերջանային, կես ժամ ավելի կռիվ տար, նա ողջ կմնար, բայց այլ տարբերակ չուներ, քան գերի ընկնելու փոխարեն հերոսաբար զոհվելը։ Պատրաստական բոլորին օգնող Ռոբերտը շարունակ շտապում էր կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու։ Գուցե գուշակում էր անմեղ սիրտը, որ շուտ է հեռանալու և ուզում էր անավարտ գործեր քիչ թողնել այս աշխարհում։ Գուցե դժվար է խոսքեր գտնել։ Ռոբերտը շատ հումորով էր, բանակ գնալուց հետո հայրը հարցրել է. «Բալես, էդտեղ ո՞նց է հումորդ»։ Մեր քաջը պատասխանել է. «Պա, էստեղ հումորի տեղ չի», բայց մի քիչ լռելուց հետո ասել է. «Ամեն ինչ լավ է, պա ջան»։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը գտնում էր, որ Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ, մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը։ Տատը տխուր ասում է, որ առաջին օրերին իմացա Արմենակ Ուրֆանյանին նռնակ պայթեցնելը, զարմացա, թե ինչ համարձակ տղա է։ Ախ տատի ջան,
ինչ իմանայիր, որ քո թորն է նույնքան համարձակ ու նույն ուղով է գնալու, և ընդամենն օրեր հետո պիտի իմանայիր այդ մասին, որ դա դառնար քո մնացյալ կյանքի ցավոտ հպարտության սեպը, որ մխրճվելու էր հոգումդ։ Տատը շարունակեց արցունքների միջից, բայց հետո, որ իմացա իմ թորն է այդպիսի բան արել, ապշած էի, ընդամենը 19 տարեկան ու արցունքները խեղդեցին ծեր տատի կոկորդը, այլևս չկարողացավ շարունակել։ Մեր քաջի մասին է խոսում նաև քոլեջի նրա դասախոսը, Գարեգին Հարությունյանը, ով միևնույն ժամանակ նրա ընկերն էր։ Ռոբերտի համար չկար ոսկե միջին հասկացություն, նա ծայրահեղությունից ծայրահեղություն էր, ամենալավագույն ուսանողներից մեկն էր ու չկար մի դասախոս, որ նրան չճանաչեր և ինքը նրանցից ամեն մեկի համար մի բան արած չլիներ։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, նա մեծ գին վճարեց հայրենիքի համար։ Քոլեջի 105 լսարանն ատամնատեխնիկական գործի և գիպսավորման լաբորատորիան է։ Այստեղ 2 տարի շարժական պրոթեզավորման տեխնիկա է սովորել Ռոբերտը։ Գարեգին Հարությունյանը հուզված կրկին խոսում է իր կրտսեր ընկերոջ մասին։ Այ կյաժոս էստեղ էր նստում, լռեց, նայեց սեղանին։ Ասում են վերջինս դասախոս ընկեր էր Ռոբերտի համար, ով ամեն առավոտ դասի գնալիս Դավթաշենից ճանապարհը թեքում էր դեպի մոնումենտ, նրան տնից վերցնելու։ Դասի միասին էին գնում, դասախոսը դարձել էր նաև ընտանիքի մտերիմը, հարազատը, ընկերություն էր անում նաև Ռոբերտի հոր Ալեքսանդրի հետ, ասել էր, որ հանուն հայրենիքի վայրկյան անգամ չի տատանվի ու եթե այդպես ստացվի, թող ներեն իրեն հարազատները և մնաց իր խոսքի տեր։ Այս ուշերը խոսում են Աբաջանի թողած հետքի մասին, մեծատառով մարդ լինելու մասին։ Կուրսի երեխեքից ում ինչ պետք լիներ, ինքն օգնում էր, ծանոթ էլ կխառներ, միայն թե աներ գործը։ Նույնիսկ մի անգամ դասախոսներից մեկը հարցրել էր կուրսում, թե Ամերիկա գնացող ծանոթ ունեն, աղջիկն այնտեղ էր ապրում, բան պիտի ուղարկեր։ Կյաժը կատակով ասել էր. կստանամ իմ ստուգարքը, եթե մարդ գտնեմ տանի։ Դասախոսն ասել էր, հարց չկա։ 5 րոպեից մարդ էր գտել, դասախոսի ճամպրուկը տարել էին։ Կյաժն այնպիսի երեխա էր, որ իրեն սիրել էր տալիս, դասախոսներ կային, ովքեր չէին դասախոսում նրան, բայց էլի ջերմությամբ էին ընդունում։ Դա նրա մարդկային հոգին էր, ասում են մեկին եթե նույնիսկ առաջին անգամ տեսներ, այնպես կխոսեր հետը, որ քեզ կողքից կթվար, թե 1000 տարվա հարազատներ են։ Այն ինչ արեց, դա հենց ինքը կարող էր անել, ասում են ընկերները միաբերան։ Մեր աննկուն քաջը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով և Արցախի ոսկե արծիվ շքանշանով։ Ռոբերտ Աբաջյանն առաջինն էր, որը կրտսեր սերժանտ լինելով այդ բարձրագույն կոչմանն է արժանացել, իսկ պատմության մեջ թվով 24-րդն է։ Այդ կոչման ամենաերիտասարդ կրողն է։ Փառք քեզ ու քո անձնազոհ քայլին, հզոր արծիվ, խոնարհվում եմ քո առաջ։ Ապա Պաշտպանության նախարարության կողմից ծնողներին է հանձնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հայկյան հատուկ մրցանակը, որը շնորհվել է մեր անձնուրաց հայրենասերին
հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։ Եվ բարձունքն է մերը, և տղերքը, մրցանակն անձնելիս իր խոսքում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այսօր մեր խիզախի անունով է անվանակոչված Երևանի թիվ 147 հիմնական դպրոցը, որտեղ նա է սովորել։ Նրա անունով է նաև Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի դպրոցի 5-րդ դասարանը։ Քո սխրանքը հավերժ է, անունդ անմոռաց մեծ ընհերոս, քեզ երբեք բացակա չենք դնի, քանի հայն ապրում է, կապրես և դու, քաջ արծիվ, Ռոբերտ Աբաջյան, փառքիդ առաջ խոնարհվում եմ, իսկ սխրագործ անվանդ առաջ պատվի առնում, պատիվ ունեմ։